Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է Նայիրիտի հարցով հանձնաժողով ստեղծել, այս մասին վերջինս հայտնել էր լրագրողների հետ զրույցում։ Հիշեցնենք, մի քանի ամիս առաջ Հայ-հեղափոխական դաշնակցության նման առաջարկը տապալվել էր խորհրդարանական մեծամասնության ջանքերով։ Ընդդիմությունն ու այլընտրանքն էլ համոզված էին, մեծամասնությունը մտավախություն ունի, որ հանձնաժողովը բացահայտումներ կանի, որոնց արդյունքում իշխանության ամենավերևներում կանգնած պաշտոնյաները ստիպված կլինեն պատասխանատվության առաջ կանգնել։ Մասնավորապես Նայիրիտի հետ էին կապվում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ վերջինիս եղբայրների անունները։ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք նման հանձնաժողովի ստեղծման առաջարկը մերժել էր Հովիկ Աբրահամյանի ղեկավարած ազգային ժողովը։ Այժմ Տիգրան Սարգսյանի պաշտոնազրկումից հետո այսպիսի նախաձեռնությամբ է հանդես գալիս Հովիկ Աբրահամյանը։ Հարց է առաջանում նախորդի անունը այս հանձնաժողովի միջոցով մաքրելու, թե Սերժ Սարգսյանի խոսքին չանցալով նախորդի մուտք գործերը բացահայտելու թաքուն ցանկությունն է ստիպել վարչապետին այսպիսի որոշում կայացնել։ Հիմնականում հանձնաժողովները ըստ էության սովետի ժամանակ էլ ասում են, որպեսզի ինչ-որ հարց ծածկադմփոց անեն, հանձնաժողովներ են ձևավորում։ Այն, որ Նայիրիտի հարցը լուրջ հարց է եւ անհրաժեշտ է, իսկապես օբյեկտիվ մոտեցում, դա փաստ է։ Հիմա եթե ցանկություն ունեն Նայիրիտի հարցը ըստ էության քննարկել, նույնիսկ հանձնաժողով պետք չի, եթե կա քաղաքական կամք, ուզում են տեսնել ինչ է եղել Նայիրիտի հետ, եւ ինչ է սպասում Նայիրիտին։ Ոչ միայն քաղաքական կամք, այլ նաեւ քաղաքական շահագրգռվածություն է անհրաժեշտ։ Նախկին վարչապետ եւ ՀՀԿ Գերագույն մարմնի նախկին անդամ Տիգրան Սարգսյանին քաղաքական նոր սկանդալի մեջ ներքաշելով, ինչ կշահի Հովիկ Աբրահամյանը։ Ինձ թվում է, որ պետք է բոլորը պատասխանատվության ենթարկվեն։ Որեքի առաջ պետք է լինեն հավասար։ Դա եւ նաեւ համահունչ է վարչապետի արած ծրագրի քննարկման ժամանակ արած հայտարարություններին։ Հովիկ Աբրահամյանի այս առաջարկից առավել ոգևորված է ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը, ոչ միայն կմասնակցի, այլ նաև ակտիվ աշխատանքներ կծավալի, վստահեցրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զորաբյանը։ Մեկնաբանում է Նայիրիտի էպոպեայի հետ կապված բավականին լուրջ կոռուպցիոն սկանդալային մութ պատմություններ կան։ Վստահ է հիմնավոր է նաև կասկածները, որ Տիգրան Սարգսյանի ընտանիքը կապված է գործարանի կոռուպցիոն սկանդալի հետ։ Տիգրան Սարգսյանի մեկ եղբայրը այդ գործարանի, եթե չեմ սխալվում, փոխտնօրենն է, մյուս եղբայրը Չինաստանում մեր դեսպանն է եւ գիտենք թե Նայիրիտ Չինաստան այս կապը ինչպես է աշխատել, այնպես որ ես ակնկալում եմ եւ վստահ եմ, որ եթե հանձնաժողովը իմիտացիայի համար չաշխատի, այլ իրապես խնդիրը դնի բարձել, թե ինչու Նայիրիտը այսօր հայտնվեց նման վիճակում, ապա ես խոստանում եմ եւ վստահեցնում եմ ձեզ, որ շատ հետաքրքիր կոռուպցիոն սկանդալային պատմություններ ջրի երես դուրս կգան։ Արդյոք սա անձնական մոտեցում է եւ անձնական վրեժխնդրություն է կամ անձնական հետապնդում է, հա, անձի նկատմամբ, եւ այն որ Նայիրիտում աշխատավարձերի ուշացման խնդիրներ կան, ես ասացի, որ ակնհայտ տարիներ շարունակ սա եղել է։ Չպետք է մոռանալ նաև Տիգրան Սարգսյանի բացատրությունը, երբ հանրությունը ոչ իսկ ինքը գիտեր, շուտով պաշտոնանկ է լինելու։ Ազգային ժողովում ծավալուն հարցազրույց տվեց եւ առաջին անգամ խոսելով Նայիրիտից բացատրեց. քաղաքական ուժերի համար սա քաղաքական շարժումների առիթ է, իսկ ազգային ժողովում որոշ падգամավորների հնչեցրած փաստարկները իրական չեն։ Ըստ նախկին վարչապետի Չինաստանի հետ կնքված պայմանագրին կառավարությունը հավանություն է տվել դեռ 2000 թվականին, իսկ հոսքագիծը տեղափոխվել է Չինաստան 2005-ին։ Ակնհայտ է, որ այդ մեղադրանքները, որոնք կապում էին իմ անձի հետ, իմ եղբայրների հետ, անհիմն են, շինցու են եւ սուտ։ Սակայն այս պարագայում եւս հակասություն կա։ Եթե ամեն ինչ օրինական ու թափանցիկ է եղել եւ բոլոր որոշումները կան նաեւ կառավարության կայքում, ինչպես նախկին վարչապետներ պնդում, ինչու իշխող մեծամասնություն ՀՀԿ-ն դեմ քվեարկեց Նայիրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը։ Ասենք, որ նման օրինակ իրավիճակ ստեղծվեց նաեւ գազի ժամանակավոր հանձնաժողովի դեպքում։ Սկզբից մեծամասնությունը տապալեց, իսկ ավելի ուշ ազգային ժողով բերեց առաջարկության ձևափոխված տարբերակը։ Փաստենք, գազի փակ հանձնաժողովին տրված ժամանակը հունիսին ավարտվում է, իսկ սկանդալային բացահայտումների մասին հանրությունը մինչև օրս չի լսել։ Նաիրա Նալբանդյան, Մարտուն Գրիգորյան, Gala News։